Վերջին օրերին Աստված հայտնվում է աշխարհում, տալիս է իր ուսմունքները, հաստատում է Սիոնը, կոչ է անում բոլոր մարդկանց առանց հապաղելու գալ Սիոն։ Կա կոնկրետ պատճառ նպատակ, թե ինչու է նա դա անում։ Ինչ պատճառով, ինչ նպատակով վերակառուցվեց Սիոնը։ Սաղմոսներ 130-րդ գլխի առաջին հատվածում ասվում է. Ինչքան բարի, ինչքան ցանկալի է, որ եղբայրները բնակվում են միասին, իրար հետ։ Այն ազնիվ յուղի պես է, որ գլխի վրայից թափվում է մորուքի վրա, այսինքն Ահարոնի մորուքի վրա, իջնում է մինչ նրա հանդերձանքների ծայրը։ Հերմոնի շաղի պես է, որ ցած է իջնում Սիոնի սարերի վրա։ Նշանակում է Սիոնում, որովհետև Տերն այնտեղ պատրաստեց օրհնություն, ինչի կյանք մինչ հավիտյան։ Երբ կկատարվի 130-րդ Սաղմոսների մարգարեությունը։ Հավիտենական կյանքի օրհնությունը ստանալու նախապայման կա։ Պետք է լինեն Աստված, մեղքերի թողություն տոնների վերականգնում։ Միայն այդ դեպքում կարելի է հավիտենական կյանք շնորհել այդպիսի վայրում, սա ճիշտ չէ։ Ուրեմն, ո՞ր են գնում նրանք, ում տրվում է հավիտենական կյանքի օրհնությունը։ Չէ, որ դա հավիտենական երկնքի արքայությունը, որը Աստված խոստացել է։ Այսօր մենք հետում ենք նման մարգարեությունների հետքերին։ Աստված մեզ համար սահմանել է փրկության սանդուղքը, մենք այժմ քայլ առ քայլ բարձրանում ենք սանդուղքով դեպի երկնքի արքայությունը, ըստ մարգարեությունների։ Եթե Աստված չգար այս երկիր, Սիոնը չէր վերակառուցվեր։ Եթե Սիոնը չվերակառուցվեր, չէինք կարողանա ճիշտ հաստատել մեր փրկության ուղղությունը։ Մենք ոչինչ չէինք իմանա, թե ինչ նպատակ պետք է դնենք, որտեղ է բնակվում Աստված, որտեղ երբ Աստված երկրորդ անգամ կգա այս երկիր մարմնով։ Առանց նման բաներ իմանալու, կկորչեինք, աննպատակ թափառելով։ Սակայն ըստ Աստվածաշնչի, Աստված հաստատեց Սիոնը։ Հետաբար, ինչ են սովորեցնում մեզ Աստվածաշունչն ու մարգարեները։ Երբ Աստված սովորեցնում է մեզ իր ճանապարհները վերջին օրերում, պետք է ընդունենք, կիրառենք դրանք։ Այնուհետ, մեղքերի թողության հավիտենական կյանքի օրհնությունները մեզ կտրվեն։ Բացի այդ, Աստված կառաջնորդի մեզ դեպի փառքը երկնքի արքայությունում, որտեղ թագավորելու ենք հավիտյանս հավիտենից, ինչպես նշված է Հայտնություն գլուխ 22-ում։ Սրանք մարգարեների վկայություններն են Աստվածաշնչի 66 գրքերում։ Երբ մենք մտածում ենք այն շնորհի մասին, որ Աստված տվել է մեզ, պետք է հարցնենք ինքներս մեզ. միթե այս հավատքի ճանապարհը, որով քայլում ենք, չպետք է լինի գոհությամբ։ Եթե նա չգար, ոչինչ չէինք լինի։ Աստված է, որ բացում է մեր ականջները լսելու, մեր աչքերը տեսնելու համար։ Միթե Աստված չէ, որ տալիս է մեզ սիրտ հասկանալու։ Եվս մեկ անգամ հավիտենական փառք շնորհակալություն եմ հայտնում Աստված Էլոհիմին, որ առաջնորդեց մեզ կանչեց վերակառուցված Սիոն։